Բրավո բոլորին։ Նախ մի փոքր ուղղեմ ընկերոջս, ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյան։ Նախ իմ երախտիքի խոսքն եմ ուզում ուղղել բոլորիդ, անկախ այստեղ գտնվողներից, անկախ տներում նստած մեր համախոհներից ու մեր ընկերներից ու ազատամարտի ընկերներից, ձեր սրտացավ վերաբերմունքի համար, մեր բոլորիս հանդեպ։ Եվ նաև իմ երախտիքի խոսքն եմ ուզում ուղղել առ Աստված, որ նորից հնարավորություն եմ ունեցել այստեղ ձեր կողքին ձեզ հետ լինելու։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել ազատամարտիկների դաշինքի վարչության հայտարարությունը։ Քաղաք Երևան 18 նոյեմբերի 2015 թվական ազատամարտիկների դաշինքի վարչության հայտարարությունը։ Մենք ազատամարտիկներս համոզված ենք, որ մեր երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Ավելին, գործող սահմանադրությամբ ավելի ջուրին է եւ հստակ կարելի իրականացնել թե երկրի անվտանգության, թե մեր դեմ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Խորապես համոզված ենք, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները միտված չեն իշահաց հայ ժողովրդի եւ հայոց պետականության։ Սա ընդամենը քայլ է գործող իշխանությունների դիրքերի ել ավելի ամրապնդման եւ շարունակական վերարտադրման։ Հավատարիմ մնալով իր իսկ հռչակած ռազմավարական դրույթներին, ազատամարտիկների դաշինքը համագործակցելու է բոլոր այն ուժերի, հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ, որոնց նպատակը իշխանափոխությունն են համարում, ժամ առաջ հանցավոր ռեժիմից ազատվելը։ Երկրում իրավունքի գերակայության հաստատումն ու հայ ժողովրդի արժանապատիվ ապագան։ Ուստի ազատամարտիկների դաշինքը կոչ է անում բոլորին միասնական ոճով հանդես գալու կայանալիք հանրաքվեին։ Ուրեմն ես նաև լիազորված եմ ազատամարտիկների դաշինքի իմ համախոհների, մարտական ընկերների անունից հայտարարելու, որ ազատամարտիկների դաշինքը նաև հետամուտ է լինելու այս մեր գործով, իմ գործով կոնկրետ դեպքի հետ կապված հետամուտ է լինելու եւ անընդհատ ուշագրավ ձեզ կներկայացնենք մանրամասները եւ խնդրանք բոլորիդ մեր անունից։ Բազմաթիվ ասեկոսներ են պատտվում մեր հետ կապված, այս դեպքի հետ կապված, տալու, առնելու, չգիտեմ, ավելորդ վաբասանքներ։ Խնդրում ենք ուղղակի բոլորիդ, հավատացեք այն բառերին, այն նախադասություններին, որ մեր բերնից կլսեն, իմ եւ իմ համախոհ ընկերների։ Հիմա բուն նյութին անցնեմ։ Ես եւ իմ ընկերները մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ վաղուց ժամանակն է այս ընդհանուր ստեղծված արաբրիկի դեմ միաբանությամբ ու միամուր ուժերով դուրս գալու։ Վաղուց ժամանակն է, որ մենք ցույց տանք, որ այստեղ հավաքվածներս եւ այն մեր հայրենակիցները, որոնք դեռ տներում նստած են, շատ կարճ ժամանակ հետո միաբան են լինելու հենց այս հրապարակում եւ բոլոր տեղերում։ Մենք համոզված ենք, որ մենք արդար գործի համար ենք դուրս եկել եւ հենց այնպես չի, որ կանգնած ենք այս ապրելունում եւ կոչ ենք անում հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր մատաղ սերնդի միաբանորեն ոտքի կանգնելու։ Սիրելի ժողովուրդ, հայեր, ովքեր որ այս պահին լսում են ինձ, մեր բոլորիս անհատական գործով է, որ մենք պետք է ապացուցենք մեր հայրենասիրությունը, որովհետև ասված օդի մեջ ասված բառերը, երբ որ գործողության չենք վերածում, ընդամենը խաղում տրված դարման է։ Ընդամենը։ Եվ մենք մեր անհատական օրինակով, մեր ամենօրյա գործունեությամբ այս վարկյանից սկսած, եթե դեռ չենք սկսել մինչև այսօր, պետք է ամեն վարկյան ցույց տանք, որ այո, մենք ջատագովն ենք մեր երկրի համար, որ մեր երկրի ապագան այսօր մեր ձեռքերում եւ մենք պարտավոր ենք դրա համար պայքարելու։ Կոչ եմ անում բոլորիդ մի համուր կերպով հանդես գալու, իդեմ այս չարիքի եւ վերջնականապես ձերբազատվելու սրանցից, որովհետեւ մենք ավելին ենք արժանի, մեր ժողովուրդը բազմաչափ աշխատասեր ավելին է արժանի եւ այսօր կանգնելով բոլորս մեկս մեկիս կողքին մենք հաստատ համոզված ենք, վաղ մոտենանք այդ հաղթանակին։ Ապրենք բոլորը, շնորհակալ եմ։